Ողջունում եմ ձեզ, Christian CM-ի հարգարժան ունկնդիրներ։ Կրկին մեր տաղավարում ենք եւ եթերում է ընտանիք հաղորդաշարը։ Մեր հաղորդումների ընթացքում մենք փորձում ենք անդրադառնալ կին եւ տղամարդ փոխհարաբերություններին։ Հետագայում իհարկե անդրադառնանք ընտանիքի մյուս անդամներին նույնպես, սակայն ամեն բան սկսում ենք սկզբից։ Այսօր մենք կխոսենք մի քիչ տղամարդ եւ կին տարբերության մասին։ Տարբեր են տղամարդը եւ կինը։ Ոչ միայն ֆիզիոլոգիապես են տարբեր ստեղծված, այլ նաև իրենց էությամբ, բնավորությամբ, կարողություններով։ Երբ որ մենք տեղյակ լինենք մեկս մյուսի տարբերություններից, ավելի հեշտորեն կկարողանանք շփվել միմյանց հետ, հասկանալ միմյանց, ընկալել միմյանց ավելի ճիշտ, ավելի սուր անկյան տակ չենք ընդունի մեկս մյուսի արածը կամ ասածը, հասկանալով, որ այդպիսին ենք ստեղծված մենք։ Այսպիսով, անդրադառնանք, թե ինչպիսին է կինը եւ ինչպիսին է տղամարդը։ Կինը ամեն բան ընկալում է զգացմունքային ֆոնի վրա, իսկ տղամարդը փաստերի ֆոնի վրա։ Կինը զգացմունքներով է մտածում, իսկ տղամարդը մտածում է փաստերով։ Նա սկսում է ամեն բան կշռադատել, մինչդեռ կինը ամեն բան էմոցիոնալ ֆոնի տակ է դիտարկում։ Կինը ասում է այն, ինչ զգում է, իսկ տղամարդը միշտ ասում է այն, ինչ մտածում է։ Տղամարդը իշխող է, ղեկավարող է, առաջնորդող է, բայց կինը ազդող է, դրդող է։ Շատ կարևոր է սա հասկանանք, որովհետև կինը հենց սաղմնային վիճակից սկսած նա ազդում է, փոխանցում է իր պտղին իր զգացմունքները, իր առողջությունը, իր սնունդը։ Կինը այսպիսին է ստեղծված, նա ազդող է, կինը փոխանցող է։ Իսկ տղամարդը իշխող է, ղեկավարող է, առաջնորդող է։ Տղամարդը տվող է, քանի որ հենց սկզբից ամեն բան փոխանցվեց տղամարդուն եւ տղամարդը ինքն էլ պարտավորվեց, որ այն պաշարը, այն կարողությունները, այն գիտելիքը, որ Աստված դրել էր իր ներսում, փոխանցի կնոջը։ Իսկ կնոջը եւ նաեւ մնացած մարդկությանը։ Կինը տղամարդուց տարբերվում է մի օրգանով ընդամենը, մնացած բոլոր օրգաններով կինը եւ տղամարդը նույն ձևով են ստեղծված, սակայն միայն մեկ օրգան կա, որը տղամարդը չունի, եւ դա արգանդն է։ Աստված կնոջը ստեղծեց եւ նրա ներսում դրեց մի օրգան, որի շնորհիվ կինը կարողանում է ընդունել, պահել, շատացնել եւ վերադարձնել։ Եվ այսպիսին է կնոջ էությունը ընդհանուր առմամբ, ոչ միայն զավակի հարցում, այլ ամեն հարցում, ինչ որ փոխանցես կնոջը, նա այն ընդունում է, բազմացնում է եւ վերադարձնում է։ Եթե դու մթերք տաս կնոջը, նա կընդունի, կպատրաստի եւ ընթրիքի կամ ճաշի տեսքով կվերադարձնի։ Եթե դու նրան քաղցր խոսք տաս, նա անպայման ջեր մթնոլորտ կվերադարձնի։ Եթե դու նրան վատ խոսք եւ վատ տրամադրություն փոխանցես, նա անպայման քեզ դժոխք կփոխանցի։ Դրա համար, սիրելի տղամարդիկ, ուշադիր եղեք, թե ինչ եք փոխանցում կնոջը, որովհետեւ սա կնոջ էությունն է ընդունել եւ փոխանցելը։ Մի մեղադրեք ձեր ստացածի համար կնոջը, այլ ուշադիր եղեք, թե դուք ինքներդ ինչ եք փոխանցում կնոջը։ Կինը խոսքերը լսում է եւ լսում է ոչ միայն ականջներով, այլ լսում է զգացմունքներով։ Ընդհանրապես ապացուցված է, որ կնոջ մաշկի վրա զգայարանները շատ ավելին են, նյարդաթելերը կրկնակի անգամ ավելին են, քան տղամարդու մոտ։ Այսինքն ձեր ասած խոսքը կինը ոչ միայն լսում է ականջներով, այլ նաեւ լսում է իր մաշկով եւ դրան համապատասխան արձագանք է տալիս։ Կարևոր է շատ դրական խոսքեր փոխանցեք կնոջը։ Եվ նաև այստեղ մի զգուշացում եմ ուզում փոխանցել տղամարդկանց։ Ուշադիր եղեք, որ ուրիշի կնոջը կամ ուրիշ աղջիկներին շատ ավելի լավ բաներ չասեք, քան իրենց կողակիցները, որովհետև հիշեք, կինը այդ ամենը ընդունում է, պահում է եւ մի օր կվերադարձնի, դուք այդ մասին մոռացած կլինեք եւ կասեք, որտեղից հայտնվեցին այս տարօրինակ խոսքերը կամ տարօրինակ զգացողությունները։ Ուշադիր եղեք ձեր ասացի եւ փոխանցածի համար։ Կինը միշտ ընկալում է դա, պահում է եւ վերադարձնում է։ Ուզում եմ խոսել կարիքների մասին։ Ընդհանրապես գոյություն ունի կարիք եւ գոյություն ունի ցանկություն։ Բաներ կա, որոնք մենք պարզապես ցանկանում ենք, բայց բաներ կան, որոնք անհրաժեշտություն են, կարիք են։
ոչ թե ցանկություն։ Օրինակ, երբ որ մեքենայի մեջ մենք վառելիք ենք լցնում, դա ոչ թե մեքենայի ցանկությունն է, այլ կարիքն է, որ միայն վառելիքի առկայության դեպքում այդ մեքենան կսկսի աշխատել, առաջ գնալ։ Այսինքն վառելիքը մեքենայի ցանկությունը չէ, կապրիզը չէ, այլ դա մեքենայի կարիքն է, որպեսզի ճիշտ աշխատի, որպեսզի աշխատի ընդհանրապես եւ որպեսզի օգուտ բերի։ Նույն կերպով էլ կինը եւ տղամարդը ունեն իրենց կարիքները, որոնք ոչ թե ցանկություն են, ոչ թե կապրիզ են, այլ կարիք են եւ դրանց բացակայության դեպքում հնարավոր չի լինի ճիշտ օգուտ քաղել կնոջից կամ տղամարդուց։ Դրա համար կարեւոր է իմանանք։ Իհարկե այդ կարիքները ընդամենը 5-ը չեն, ես 5 կարիքներ այսօր կներկայացնեմ, առաջնային կարիքներ, դրանք շատ են, բայց փորձել եմ առանձնացնել այն առաջնային կարիքները, որոնք իմանալու դեպքում մենք կարողանանք օգնել մեր կնոջը կամ մեր ամուսնուն եւ նրանցից կարողանանք ստանալ այն, ինչի պետքը որ մենք ունենք։ Այսպիսով, տղամարդու առաջնային կարիքը դա հարգանքն է։ Ինչ է նշանակում հարգանք։ Երբ որ դու գովում ես, քաջալերում ես, լավ ես արտահայտվում, լավ կարծիք ես ունենում, դրական խոսքեր ես ասում։ Ես հասկանում եմ, որ ոչ բոլոր դեպքերում ես գտնում այդ լավը եւ դրականը ասելու, բարձրաձայնելու, բայց ես քեզ վստահեցնում եմ, երբ որ դու եղածը նկատում ես, երբ որ դու եղածը բարձրաձայնում ես եւ չեղածի համար էլ վստահությամբ ու հավատքով արտահայտվում ես, դու այդ ամենը ձեռք ես բերում, դու այդ ամենը տեսնում ես, դու այդ ամենը դարձնում ես, ստանում ես։ Դրա համար շատ կարեւոր է կանայք, ոչ թե կարեւոր է, այլ կարիք է, որպեսզի դուք ձեր ամուսնու այդ առաջնային կարիքը հարգված լինելու հենց դուք բավարարեք։ Կնոջ համար առաջնային կարիք է առաջնայնության զգացողությունը, երբ որ կինը գիտակցում է, վստահ է, զգում է, որ ինքն է իր տղամարդու կյանքում առաջին տեղում, ցանկացած գործից, ցանկացած սիրած զբաղմունքից, ցանկացած ընկերական շրջապատից, ցանկացած այլ հարազատներից եւ բարեկամներից, երբ որ կինը վստահ է լինում, որ իր ամուսնու կյանքում ինքը առաջին տեղում է գտնվում, որ եթե ամուսինը իրեն պետք լինի, ամուսինը ամեն բան եւ բոլորին կթողնի եւ իր մոտ կկանգնի։ Տղամարդու համար առաջնային կարիք է վերարտադրողականության, ֆիզիկական մտերմությունը։ Կնոջ համար առաջնային կարիք է քնքշանքը, ջերմությունը։ Երրորդ կարիքը ես նշել եմ կանացիությունը, երբ որ կինը կանացի է։ Եվ կանացի ասելով ես ի նկատի չունեմ պարզապես արտաքինը։ Կինը կանացի է իր պահվածքով, իր խոսելաձևով, իր վարմունքով, իր վերաբերմունքով, սիրելի կանայք, ձեր կանացի լինելը տղամարդու կարիքն է։ Գիտեք, Աստվածաշնչի առաջի գրքում ծննդոցում ասում է, որ ամուսինը կթողնի իր հորն ու մորը եւ իր կնոջը կհարի, կմիաբանվի։ Այս հարել բառը եբրայերեն բառ է, որը առաջնային թարգմանությունը այսպիսին է՝ կհետապնդի եւ կհասնի, կմիավորվի։ Սիրելի կանայք, դուք պետք է լինեք հետապնդվող, ոչ միայն մինչև ամուսնությունը, ձեր ընկերական փոխհարաբերությունների շրջանում կամ երբ որ արդեն նշանված եք, այլ նաև մնաք այնպիսին, որպեսզի տղամարդը միշտ ուզենա հետապնդի ձեզ, միշտ ուզենա ձեր հետևից գալ։ Ես գիտեմ, որ շատ հոգսերը, երեխաները, գործը, զբաղվածությունը, տրամադրությունը կարող են ազդել մեր վրա եւ արդեն այդ մեր խնամված լինելը կամ մեր կանացի լինելը դարձնեն երկրորդ պլան։ Սակայն դուք հիշեք, որ տղամարդու համար առաջնային կարիք է իր կնոջ կանացիությունը եւ հիշեք, կանացիություն ասելով միայն արտաքին է նկատի չունեմ։ Մենք ոչ թե պետք է հետապնդենք ներկայիս ժամանակաշրջանի նորաձևությանը, որտեղ շատ հաճախ նորաձևությունը թելադրում է բաներ, որոնք ոչ թե կանացի են դարձնում կնոջը, այլ ընդհակառակը ավելի անհասկանալի կերպարներ են հաղորդում, այլ մենք կարողանանք մնալ կանացի մեր արտաքինով, մեր էությամբ, մեր բնավորությամբ, մեր վարքով եւ խոսելաձևով։
Կնոջ համար առաջնային կարիք է անկեղծությունը եւ ազնվությունը, սիրելի տղամարդիկ։ Շատ հաճախ դուք ձեր առօրյայի մեջ, ձեր կյանքում ունենում եք ապրումներ, ինչ-որ դեպքեր, իրավիճակներ, որոնց մասին մտածում եք, թե ավելի լավ է, որ կինս չիմանա, ճիշտ արձագանք չի տա, ճիշտ վերաբերմունք չի ունենա կամ իր վրա վատ կանրադառնա։ Սակայն ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ միևնույնն է կինը զգում է, որ ինչ-որ մի բան այն չէ, որ ինչ-որ մի բան տեղի է ունեցել եւ կնոջ մեջ կասկածներ են գալիս եւ ինքստինքյան կասկածները հարցեր են ծնում։ Երբ որ կինը ձեզ հարցեր է տալիս, փորձեք ամենայն անկեղծությամբ պատասխանել։ Ավելի լավ է դուք պատասխանեք, քան կինը իր երևակայությամբ իր հարցերին պատասխաններ գտնի։ Սա շատ դեպքերում փչացնում է ընտանեկան փոխհարաբերությունները։ Հաջորդ կարիքն է տղամարդու, որպեսզի կինը չանարգի, չանտեսի իր հետաքրքրությունը։ Օրինակ տղամարդիկ կան, ովքեր սիրում են ֆուտբոլ դիտել, եւ եթե այդ օրը այդ ժամին կա ֆուտբոլի հաղորդում, տղամարդու ամբողջ ուշադրությունը այդ ժամին է ուղղված եւ ինքը արդեն պատրաստվում է, տրամադրվում է, որ պիտի նայի ֆուտբոլը, իսկ կինն էլ դրանից նեղվում է, այդ ժամանակը տրամադրում է ֆուտբոլին կամ սկսում է ուրիշ բաներով զբաղվել, ցույց տալով, որ ինքը դժգոհ է տղամարդու այդ հետաքրքրությունից։ Ընդհակառակը, սիրելի կանայք, դուք պետք է ձեր տղամարդու հետաքրքրության կողքին լինեք, իր հետ լինեք, իր հետ նստեք, միասին դիտեք ֆուտբոլը կամ եթե անգամ քեզ համար հաճելի չի այդ հետաքրքրությունը, դու ստեղծիր այդ հետաքրքիր միջավայրը քո տղամարդու համար, ասենք հարմարավետություն ստեղծիր կամ ինչ-որ համեղ կերակուր պատրաստի, որ այդ ընթացքում ամուսինը դիտելու ընթացքում կօգտվի եւ նոր դու գնա քո գործերով, այսինքն ցուցաբերի քո հետաքրքրությունը, քո ներգրավվածությունը ամուսնուդ յուրաքանչյուր հետաքրքրության համար, նրա կողքին եղիր, սա կարիք է տղամարդու համար։ Կնոջ համար առաջնային կարիք է, որ իր տղամարդը լինի զրուցընկեր իր համար։ Գիտեք, կնոջը ոչ հաճախ է պետք, որ կարողանաս խորհուրդ տալ, ասել սա ճիշտ է, սա սխալ է։ Կնոջը շատ հաճախ ընդամենը պետք է, որ դու իրեն լսես, զրուցընկեր լինես։ Շատ հաճախ կինը կարող է զրուցել, խոսել եւ հենց իր խոսելու ընթացքում էլ ինքը իր հարցերի լուծումը գտնի, ինքը բավարարված զգա, ինքը զգա, որ այդ հարցը չի, որի համար արժի անհանգստանալ, պարզապես զգա, որ դու իր կողքին ես լսելու, որպես զրուցընկեր լինելու։ Հաջորդ տղամարդու կարիքը դա ընտանեկան մթնոլորտի կարիքն է, սիրելի կանայք։ Երբ որ տղամարդը գալիս է տուն, շատ լավ կլինի, որ ոչ թե հոգսերով, հարցերով, անհանգստություններով, կարիքներով դիմավորենք մեր տղամարդուն, այլ դիմավորենք սիրով ու սպասումով։ Երբ որ տղամարդը արդեն տանը կլինի, արդեն նստած իր կերակուրը կերած կլինի, այդ դեպքում նոր կարող ենք անհանգստությունները, հարցերը, ընտանիքի կարիքները բարձրաձայնել։ Երբ որ տղամարդը ընտանիք է մտնում, կարևոր է, որ ինքը զգա, որ տունը կոկիկ է, հարդարված է, սա տղամարդու մեջ ստեղծում է ապահովության զգացողություն եւ տղամարդը ձգտում է շուտ գալ տուն եւ շատ մեծ դժվարությամբ է այսպիսի մթնոլորտից էլ գնում աշխատանքի կամ ինչ որ միտեղ։ Ապահովեք ընտանեկան մթնոլորտը, սիրելի կանայք։ Եվ սիրելի տղամարդիկ, կնոջ 5-րդ կարիքը, որ առանձնացրել եմ, դա ֆինանսի տրամադրումն է։ Գիտեք, կինը իրեն վստահված է զգում, երբ որ տղամարդը գումար է տալիս իրեն։ Խոսքը չի գնում ինչ որ մեծ գումարների, մեծ ծախսերի կամ որ ընտանիքի առևտրի հոգսը դրվի միայն կնոջ վրա, այս մասին չէ խոսքը։ Կինը անգամ հնարավոր է ինքը իր սեփական գումարը վաստակի, աշխատանք ունենա, բայց միշտ կինը վստահված է զգում, երբ որ տղամարդը հենց իր կնոջը գումար է առանձնացնում եւ փոխանցում։ Սա քեզ սիրելիս, քո ծախսերի համար, քո նախատեսության համար, ինչպես ուզում ես ծախսիր։ Ես ձեզ վստահեցնում եմ, շատ դեպքերում կինը այդ գումարը հենց ձեր վրա կամ ընտանիքի վրա է ծախսելու, բայց այդ զգացողությունը, որ ինքը վստահված է ընտանիքում, շատ կարեւոր է։ Այսպիսով, սիրելի կանայք եւ սիրելի տղամարդիկ, գոյություն ունեն կարիքներ, որոնք եթե մենք կարողանանք գիտակցել եւ բավարարել, մենք մեր փոխհարաբերությունների մեջ շատ հազվադեպ կլինի, որ խնդիրների առաջ կկանգնենք։
Ես վստահեցնում եմ, եթե անգամ դուք հիմա ինչ-որ խնդիրների ու դժվարությունների մեջ եք, փորձի համար ժամանակաշրջան որոշիր, ասենք 1 ամիս, եւ այս կարիքները ինքդ փորձիր բավարարել, առանց ակնկալելու, որ փոխադարձը պիտի քեզ լինի։ Փորձիր ինքդ բավարարել, ինքդ նախաձեռնել, ինքդ առաջին քայլը անել եւ կտեսնես, ես վստահեցնում եմ, որ ժամանակի ընթացքում դու դրա լուծումը կտեսնես, որովհետեւ ցանկացած կարիք, ցանկացած խնդիր ունի իր ճիշտ լուծումը, ունի այդ կարիքը բացելու ճիշտ ձևը։ Եվ եթե մենք այն փորձենք տարբեր բաների միջոցով անել, չի ստացվի, իսկ եթե օգտագործենք ճիշտ մեթոդը, որը որ տվյալ դեպքում բանալին է, ապա այդ կարիքը կբացվի եւ այդ հարցը կլուծվի, այնպես որ տեղյակ եղեք միմյանց տարբերություններից, ընդունեք, որ դա բնական է ու Աստված է հենց ստեղծել մեզ տարբեր միմյանցից եւ տեղյակ եղեք, որ ամեն մեկս ունենք կարիքներ, որպիսի ճիշտ բացվենք, որպիսի ճիշտ օգտագործենք, որպիսի չկոտրվենք։ Եվ այդ կարիքները բավարարելու դեպքում մենք դրա արդյունքը եւ պտուղները կվայելենք միասին մեր ընտանիքի մեջ։ Եղեք իրար սիրող, իրար գնահատող, իրար բարձրացնող եւ իրար կարիքները հոգացող։ Կհանդիպենք հաջորդ հաղորդաշարի ընթացքում։